Հայաստանում աղքատության միջին մակարդակը 21.7% է, սակայն ամենածանր վիճակում է Շիրակի մարզը, որտեղ աղքատ է բնակչության 43%-ը։ Հետո գալիս է Տավուշի մարզը 39.9%-ով։ Միջինից բարձր աղքատություն կա նաև Վայոց ձորում, Գեղարքունիքում, Արմավիրում և Կոտայքում։ Հայաստանը կանգնած է ժողովրդագրական լրջագույն մարտահրավերների առջև, բայց ըստ վիճակագրության 6 անդամ ունեցող ընտանիքներում աղքատության մակարդակը 27.4% է, 7 եւ ավելի անդամ ունեցողների ընտանիքներում 39%։ Աղքատությունը նկատելիորեն ավելի բարձր է տարրական եւ ցածր կրթություն ունեցողների շրջանում։ Որքան բարձր է կրթության մակարդակը, սակայն, այնքան նվազում է աղքատության ռիսկը։ Շատ երկրներ այս ճանապարհը անցել են։ Լեհաստանը ժամանակին Եվրամիությունից ահռելի միջոցներ ստացավ եւ կենտրոնացրեց ամենաաղքատ մարզերի շրջանների վրա։ Ճանապարհ, գործարան, գյուղատնտեսության վերամշակում եւ աղքատությունը տարիների ընթացքում կտրուկ էապես նվազեց։ Վրաստանը տուրիզմն ու գինեգործությունն օգտագործեց գյուղական այդ աղքատ շրջանները զարգացնելու համար, բարձրացնելու համար։ Էստոնիան մարդկանց սովորեցրեց թվային հմտություններ եւ դուրս բերեց հազարավոր ընտանիքների աղքատության ճիրաններից։ Հայաստանի համար դա նշանակում է, որ Շիրակի մարզում, Տավուշում, Վայոց ձորում, Գեղարքունիքում պետք է լինի առանձնահատուկ վերաբերմունք եւ ռեժիմ։ Թիրախային ներդրումներ, հարկային արտոնություններ բիզնեսի համար, գյուղմթերքի վերամշակող գործարաններ, հստակ ծրագրեր բազմանդամ ընտանիքների եւ ցածր կրթություն ունեցողների համար, անվճար վերապատրաստում, արհեստներ, գյուղատնտեսական բիզնես վարելու հմտություններ։ Պետության պարտքը նպաստ բաժանելը չէ, այլ մարդկանց կյանքի որակը արմատապես փոխելը, կրթություն, արժանապատիվ աշխատանք, պաշտպանվածություն ապահովելով։ Չի կարող լինել վստահություն, ժողովրդավարություն եւ առավել եւս խաղաղություն մի երկրում, որտեղ աղքատությունն այս չափերի է հասել։ Խաղաղությունը պետք է դառնա այն բանալին, որով Հայաստանը լուծում է իր ամենահիմնարար խնդիրները՝ ժողովրդագրական, տնտեսական, սոցիալական, կրթական եւ մշակութային, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի զգա ոչ թե բարի, այսպես կամքի դրսևորումներ, խոստումներ, այլ իր կյանքի որակի իրական փոփոխություն։